Եթերում հեռանկարն է։ Խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին, բայց հետընտրական գործընթացը դեռ չի ավարտվել։ Հունիսի 26-ին կքննվի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ Ներքաղաքական իրադարձություններից զատ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական իրադարձությունները ևս ակտիվ են։ Թե ինչպես են դրանք առանձնանում, քննարկենք քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Անտինյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դուք ևս մասնակցում եք ընտրություններին շնորհապետական կուսակցության ցուցակով եւ ընտրություններից հետո կուսակցությունը հայտարարեց, որ այս ընտրությունները ոչ լեգիտիմ են եւ սա պայքարի նոր հնարավորություն է բացում։ Ինչ է սա նշանակում։ Նախ կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը հայտարարեց ընտրությունները ոչ լեգիտիմ, նույնիսկ բոլորից շուտ։ Այնպես որ պայմանավորված չէր որևէ մեկի հայտարարությամբ։ Եվ դրանից հետո արդեն, երբ որ մի հարձակում սկսվեց, ավելի ճիշտ վայնասուն, թե ինչպես է Գուրգեն Սիմոնյանը ոչ լեգիտիմ համարում, մեկ էլ հերթով սկսեցին այդ ոչ լեգիտիմի մասին ասել, բացի դրանից, ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող քաղաքական ուժերից մեկը դիմեց սահմանադրական դատարան ոչ լեգիտիմ ընտրությունները անվավեր ճանաչելու։ Բացի դրանից, ամենամեծ տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը, անկախ դիտորդը, որի մեջ մտնում էր նաև իրազեկ քաղաքացիների միավորումը, այդ ժամանակ նաև հայտարարություն արեց Դանիել Հովհաննիսյանը, որ այո, այս ընտրությունները մանավանդ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չարեց, խախտեց օրենքը, որով էականորեն ազդեց ընտրության արդյունքի վրա, որովհետև ընտրության արդյունքում պետք է լինեին ուրիշ ուժեր, եթե դա չես արել, մեկ ուժ չկա, այսինքն էականորեն ազդել է արդյունքի վրա։ Այնպես չի որ մեկը մի տոկոս ավելացել կամ պակաս, դրա պատճառով չի հայտնվել խորհրդարանում։ Իսկ հաստատ որևէ մեկը Դանիել Հովհաննիսյանին ռուսամետ ուժ չի որակի, եթե չասենք ինչ որտեղ էլ ասոցացնում են իշխանության հետ համագործակցության առումով։ Այսինքն մենք տեսանք, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից հայտարարեց, որ խորհրդարանը 100%-ով լեգիտիմ ելնելու համար պետք է ընդդիմությունը ընդհանրապես չգա, որտեղ ընդդիմությունը 100%-ով ոչ լեգիտիմ է։ Իսկ այդպիսի բան ասել խորհրդարանը մի մասը լեգիտիմ է, մի մասը ոչ, այն դեպքում, երբ որ ընդդիմության կարգավիճակը սահմանված է օրենքով եւ սահմանադրությամբ։ Այդուհանդերձ, ինչի վրա էր հիմնված այդ հայտարարությունը, որ ոչ լեգիտիմ են, ինչպես ասացիք, բոլորից առաջ ասելով։ Նախ մի բան էլ ասեմ, որ շատ դեպքերում, երբ որ ակնկալում է սահմանադրական դատարանից մի քանի արդյունք, չէ, կթողի ուժի մեջ կամ վերաքվեարկություն կհամարի այս նույն ուժերով մասնակցել վերաքվեարկության կամ նոր ընտրություններ։ Էդ էլ ասեմ, նոր անցնեմ ձեր հարցին։ Տեսեք, այն որ ասենք կարող է ուժի մեջ տողի հասկացանք, դա մի տարբերակ։ Մյուսը վերաքվեարկություն թե նոր ընտրություններ։ Նոր ընտրություններ, ինչի, որովհետև վերաքվեարկության պարագայում ստացվում է այնպես, որ կասկածի տակ ես դնում զուտ քվեարկության process-ը կամ կասկածի տակ ես դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Բայց արդյունքում, երբ որ նոր ընտրություններ է, ասում ես, որ ոչ, process-ը ամբողջությամբ է եղել ոչ լեգիտիմ։ Ամբողջ նախընտրական process-ն է եղել, որը նաև վկայեց Նիկոլ Փաշինյանը, ասում է, այս ձայները ընտրակեղծիքի արդյունքում են, կաշառքի արդյունքում են, բայց կաշառքը վերջի օրը չեն բաժանել են ամբողջ process-ի ընթացքում։ Բացի դրանից, իշխանությունն էլ վարչական ռեսուրսն օգտագործել է ամբողջ process-ի ընթացքում։ Նշանակում է այստեղ ոչ թե սոսկ մեխանիկական վերաքվեարկության մասին է, այլ նոր ընտրությունների մասին։ Այս ուզեցի նաև պատասխանեմ ձեր հարցին, ինչու չենք վիճարկում ընտրության վերջի օրը քվեարկության արդյունքը։ Քվեարկության վրա ազդել է այս հսկայական process-ը, որը որ մենք տեսել ենք։ Հիմա այդուհանդերձ, եթե սահմանադրական դատարան դիմողների մեջ դուք չկաք, նաև այդ մասին չեք ասում։ Եթե ընդհանրապես ողջ process-ի դեմ եք արտահայտվում, որ ասում եք ոչ լեգիտիմ է, գուցե դա առիթ էր սահմանադրական դատարան դիմելիս նաև ասել, որ ամբողջ process-ին է վերաբերում։ Այսպես նայենք, սահմանադրական դատարան դիմի 7 հոգի 5 թե 1, բոլորը միավորվել է մեկ վարույթի մեջ։ Ուզեմ ասել, քանակը ոչինչ չի որոշում, 7 կլինի թե 8։ Բայց Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ցույց տվեց, որ մենք չենք միանալու մեկին ընդդեմ մյուսի։ Մենք կոնֆլիկտի կողմ չենք։ Ոչ իշխանության հետ ընդդեմ ընդդիմության, ռուսամետ, ոչ ընդդիմության հետ ընդդեմ իշխանության, որովհետև դուք երկուսով
պասերով դարձրեցիք ոչ լեգիտիմ, որովհետև ռուսամետ ուժերը խոստացան հունիսի 7-ին արդեն աթոռին նստած էր նոր վարչապետը, ասում ենք ինչու եք ժողովրդին խաբում, դա չի լինելու, ինչու եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում, եւ իշխանությունն էլ ինչ արեց, օգտագործեց ռուսամետների բլեֆը, Ռուսաստանից եկան Հայաստան ինչ-որ քանակության մարդիկ, իսկ ով է ասել, որ այդ բոլորն եկան եւ Սամվել Կարապետյանին ձայն տվեցին, որևէ մեկը դա չի ֆիքսել, բայց արդյունքում Սամվել Կարապետյանի թիմակիցները ցանկացան այդ բլեֆը ուրցնեն, ժողովուրդ ջան 100,000-ավոր մարդիկ եկել են ինձ են ձայն տալու, որպեսզի ժողովուրդը ողջևորվի, որ իսկապես Սամվել Կարապետյանը հաղթել է, այդ բլեֆը օգտագործեց Փաշինյանը, ժողովրդին ասեց, երկիրը ռուսները տանում են, փրկեք ինձ ձայն տվեք, եւ վերջի ընթացքում նույնիսկ Քարոզարշավի ընթացքում նա մենք մեր մաշկի վրա զգացինք, որտեղ գնում էինք, ասում էին պարոն Անտինյան, պարոն Սիմոնյան, ձեզ շատ հարգում ենք, նորմալ պայմաններում հաստատ ձեզ կընտրեինք, բայց հիմա եթե մենք չընտրենք Սամվել Կարապետյանին, այս Փաշինյանը մնալու է, դուք չեք կարող իրան տապալել ձեր ձայներով, մեկ ուրիշն էլ ասում է, եթե չընտրենք Փաշինյանին, այս ռուսները տանում են մեր երկիրը, հասկանում ենք, հարգում ենք ձեզ, բայց հավատացեք, դուք այդ ուժը չեք, այդքան ձայն չեք ստանա, ավելի լավ է, որ այդ ձայները չփոշիանա, մի մասը գնաց տվեց Փաշինյանին ձայն, մի մասը տվեց ռուսամետներին ձայն եւ կրկնեցին 21 թվի պատմությունը, որ Քոչարյանը մի կողմից, Փաշինյանը մի կողմից, ընտրենք Փաշինյանին, այս հրեշը չգա, ընտրենք այս հրեշին, մենակ ինքը կարող է Փաշինյանին տուն ուղարկի, դա տեղափոխեցին 26 թիվ։ Պարոն Անտինյան, հիմա դուք խոսեցիք նորաստեղծ եւ նոր ուժերի մասին, որոնք ըստ էության շատ չէին կարող ձայներ ստանալ, բայց ինչպես անել, որ դրանց արդյունավետությունը եւս բարձրանա։ Հիմա ասեմ, նախ վերջի պահին, երբ որ հասկացան, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը անցնում է խորհրդարան եւ իրենց խաղաքարտերը խառնվում է, որտեղ մենք ասում ենք, հենց մենք անցնենք, ոչ մեկը մեծամասնություն չի ունենա։ Հստակ հաշվարկ է։ Արդյունքները ինչպիսին են։ Որտեղ մենք չէինք միանա, ոչ նրան, ոչ նրան։ Բայց երբ որ հասկացան, որ իրենց խաղաքարտերը խառնվեց, առնվազն 5 ուժ, որոնք մասնակցում էին ընտրություններին, իրենց գործը թողել էին եւ զբաղված էին մեր դեմ հակաքարոզ տանելով, բոլոր հարթակներն օգտագործելով ամեն ինչ, ստերը ծայրի ծայր տարածելով իմ նկատմամբ Գուրգեն Սիմոնյանի կուսակցության ամեն ինչ, ման գալու չգիտես ինչի ամենաանհավանական բանը, ինչքան ուզում ես հերքի, որովհետև մենք ավելի փոքր ռեսուրս ունեինք հերքելու, քան իրանք ֆանտաստիկ ռեսուրս ունեին ամբողջ երկրով իրանց սուտը տարածելու, նպատակը մի բան էր, հանկարծ մենք չանցնենք, որովհետև մենք ոչ նրան էինք միանալու, ոչ նրան, այսինքն նրանք ովքեր կարծում էին թող այնպիսի ուժ անցնի մեզ միանա, տեսան մենք իրանց հետ չենք, այն մյուսն էլ համարեց թող այն մյուս աուշնասի միանա, եւ ի՞նչն էր պատճառը, երկու զորք կառավոտ արտնանում էր քնից, այս զորքը ուներ հանձնարարություն։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, հարձակվեք։ Հետո քնից արտնանում մի քանի րոպե տարբերությամբ ռուսամետ ուժերը։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, այսինքն ռուսական ծրագիր են իրականացնում։ Այ դու հաստատ իմացեք, իրանք ռուսական պրոյեկտ են։ Այսինքն հավասարապես այս երկու միտքը ասում էին նրա համար, որ ով ինչին կհավատա, կհավատա։ Խելամիտ մարդը ասում է, դե հասկանալ է, որ երկուսին էլ պետք չի հավատալ, բայց ինչքան մարդ կար, որ ասում է, «Յա, կարող է տենց բան կա, բա ինչի են տենց ասում»։ Ու սկսվեց արդեն այդ process-ը, վերջի օրերը ամբողջությամբ գնաց այդպիսի ռադիկալ ձևով, արդյունքը մենք ունեցանք այն ինչ ունեցանք։ Հիմա նշանակում է, այսինչի հիմա դուք ասում եք, բա շարունակությունը։ Շարունակությունը սա է։ Նախ պետությունը 2% եւ ավելի ձայն հավաքած կուսակցությանը ճանաչում է որպես կարգավիճակ։ Այսինքն ասում է, եթե հավաքել ես 4%, մտել ես խորհրդարան։ Եթե հավաքել ես 2% եւ ավելի, դու ունես այն կարգավիճակ, որ պետությունը պարտավորություն է վերցնում իր վրա, բյուջեից ֆինանսավորի այդ կուսակցությանը, որ նա կարողանա նորմալ կենսագործունեություն իրականացնի, որովհետեւ դա արդեն հեռանկարային ուժ է։ Պետությունը իր վրա է վերցնում այդպիսի պատրաստակամություն։ Այսինքն կա նման հնարավորություն։ Չէ, դա օրենքով է։ Կուսակցությունը երբ որ դա գերազանցել է, բյուջեն չի ֆինանսավորում։ Հո դա անձնապես չի տալիս Գուրգեն Սիմոնյանին կամ կոնկրետ շնորհապետականին։ Նա տալիս է 2%-ը հաղթահարած։ Այսինքն նա ճանաչում է այդ կարգավիճակը։ Նա ճանաչում է նաև այդ կարգավիճակը, ասում է, ընտրագրավ մտցրել ենք 7.5 միլիոն դրամ նրա համար, որ ամեն պատահական մեկը չգա մասնակցի, բայց մենք տեսանք, որ 18 քաղաքական ուժ մասնակցեց, 18-ից ընդամենը 6-ը 2%
2%-ից ավել ձայն հավաքեց, այսինքն մի մասը 4 եւ ավելին, մի մասը 2%-ից ավել, 12-ը գործնականում ընտրագրավը հետ չեն ստանա, այսինքն իրանք ուժերը ճիշտ չէին հաշվարկել, բայց այնպես չի, որ նրանք շատ տուժել էին, նրանց այդ փողը տվել էին, որ շնորհապետականի դեմ աշխատեին, այսինքն դա ակնհայտ երևում էր, թե ով էր ֆինանսավորում եւ ինչի համար, այսինքն իրանք հաստատ գիտեին, որ չեն անցնելու, նշանակում է ինչ ստացվեց, մենք ունենք խորհրդանում 2 ռուսամետ ուժ, որ կարող ենք համարել 1 միավոր, կապ չունի երկու դեմքով են հանդես գալու, եւ ունենք իշխանություն, որը որ ասում է, այս բալանսավորված քաղաքականություն են վարում, այնպես չի, որ ինքը ասում է, մենք արևմուտքի հետ ենք կամ արևմտամետ ենք։ Բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Մինչև ընտրություն ինքը դեպի Եվրոպա էր, որովհետև դա հարմար էր ժողովրդին ասել, ընդդեմ Ռուսաստան ենք, մի քանի օր հետո կգնա Ռուսաստան Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Վլադիմիրիչին կասի վերև Աստված ներքև դու, որից հետո հարաբերությունները կկարգավորեն եւ Եվրոպան կկանգնի, կասի ժողովուրդ, ձեր տեղը նեղեր մենք օգնեցինք, հիմա նորից թռակ Վլադիմիր Վլադիմիրիչի մոտ եւ առաջանալու է այնպիսի հակասական իրավիճակ, որ այդ բեռը ընկնելու է արտախորհրդարանական ուժերի վրա, բայց քանի որ կյանքը ցույց տվեց, որ արտախորհրդարանական ուժերի մեջ նրանք, ովքեր ընտրությանը մասնակցում էին եւ հանրության մեջ ասոցացվում էին որպես արևմտամետ ուժեր, նրանցից 4-ը իրար հետ միասին ավելի քիչ ձայն հավաքեցին, քան Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Դա ինչի մասին է վկայում։ Ժողովուրդը այլևս այդ շատ հին ու շատ փորձառու գործիչների խաղերից ուղակի զզվել է։ Այլապես նորաստեղծ կուսակցությանը ինքը ի սկզբանե այդպիսի հավատով չէր լցվի։ Հիմա նշանակում է, եթե մենք պատահական չի ընտրությունից հետո ես ասում եմ, հարգելիներս, մի հատ նայեք, եթե մի շաբաթ հետո ընտրությունը լինի, այս 18-ից որին կհամարեք ապագայի ուժ։ Դե ասում շատ-շատերը արդեն ավարտվեցին, շատ-շատերը խայտառակ եղան եւ այլ եւ այլ։ Կհամարեք Հայաստանի շնորհապետական կուսակցության ապագայի ուժ։ Դե դեպքում բերեք օգնենք, որ այդ կուսակցությունը, որը առաջի իսկ հենց մկրտությունը ստացել է մարտի դաշտում, կուսակցությունը հիմնադրվել է կարճ ժամանակ հետո մտել ընտրության, որից հետո կարողանա հաստատուն քայլերով առաջ գնա։ Ով է տանելու արևմտյան գիծը Եվրամիության հետ, եթե Եվրամիությունը տեսնի, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Այդ դեպքում պետք է ասեն ժողովուրդ, բա մենք ով է սպասարկելու հասարակության կեսից ավելի սպասումները, որ մարդիկ մտածում են, որ մեր ապագան Եվրամիությունն է եւ խորհրդանում չեն տեսնում այդպիսի անգամ մի падգամավոր։ Դիվանագիտությունը փող բացառող թե փող լրացնող է, այդուհանդերձ պետք է տարբեր երկրների հետ ըստ էության ունենալ դիվանագիտական հարաբերություն։ Դուք չէիք առաջարկում, որը այլընտրանքն է այն ինչ որ առաջարկում են իշխանությունը։ Այսպես նայենք 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո դուք չեք գտնի որևէ երկիր, որտեղ անցներ ընտրություններ եւ արտաքին քաղաքական կոմպոնենտը չլներ առաջին տեղում։ Կապ չունի դա զարգացած եվրոպական երկիր է, թե հետխորհրդային երկիր։ Որևէ մեկը չէր ասում, այս սոցիալական ծրագիրը այս մեկը լավ է ասում, կամ այս մեկը մի քանի տանիք ավելի լավ է վերանորոգելու, քան մյուսը։ Չկար նման թեմա։ Ընտրությունը ավարտվում էր, ասում էին, հաղթեց ռուսամետ ուժ կամ հաղթեց եվրոպական ինտեգրացիայի կողմնակից ուժ։ Դա վերաբերում էր անգամ Ամերիկային։ Գերտերությանը, որ ինքն օրակարգ թելադրում աշխարհին։ Մտածում էին, ինչ է անում Թրամփը, որ ուզում է ընտրությունը պատերազմը դադարեցնել եւ ռուսների հետ խաղեր տալ եւ ինչ էր առաջարկում մյուս կողմը, ինչ ա եղել Մոլդովայում, ինչ ա եղել Վրաստանում, ինչ ա եղել Գերմանիայում, Ֆրանսիայի ստորին պալատի ընտրություններ, Մեծ Բրիտանիա, այսինքն դա բոլորին էր վերաբերվում։ Նույնը վերաբերում է Հայաստանին, դա պետք է հրաշալի հասկանալ։ Այսինքն եթե մենք այսօր նայում ենք, որ ասում ենք հիմա այս վիճակը մենք ունենք, ինչպես ենք կարողանալու հստակ օրակարգ ձևավորելով, ասենք ժողովուրդ ջան, եթե լինեինք խորհրդարանում, մենք հստակ քայլ կանեինք դեպի Եվրամիություն։ Այսինքն հիմա տեսեք ինչն է շատ կարևոր, որ մենք պատկերացնենք։ Երբ որ ասում եք, բա պետք չէ արդյոք բոլորի հետ լավ հարաբերություն։ Իհարկե պետք է, բայց ինչու ես ամբողջը նկարագրեցի։ Ավելի շատ հարգում են, երբ որ դու հստակ կանգնում ես, ասում ես, իմ ճանապարհը սա է։ Քան բոլորին հայ ես ասում, եւ հետո բոլորն ասում են դե արի պատասխանը տուր։ Եթե Հայաստանը հստակ ասի ես գնում եմ Եվրամիություն,
Եթե Ռուսաստանը սանկցիաներ կիրառի, մենք շատ ավելի հեշտ կարող ենք Եվրամիությանը ասել, դե տեր կանգնի, դու գիտես Ռուսաստանի հետ պայքարելը ինչքան պրոբլեմ է, քանի տարի դուք եք Ռուսաստանի հետ պայքարի մեջ, լա ձեր ռեսուրսը նայեք, լա մերը նայեք։ Այսօր այնպես է, որ մենք ասում ենք, այդ տեսեք Ռուսաստանը ճնշում է, Եվրոպան ձեռքա մեկնում, բայց մենք չենք ասում, մենք քո գործընկերն ենք։ Այսինքն ստացվում է մենք ամենի խոցելի ենք հիմա, առավել եւս, երբ որ հասարակության մեջ շատերն ասում են ամեն դեպքում պետք չէ ռուսներին նեղացնել։ Դուք պատկերացնում եք հիմա Ռուսաստանի սանկցիայից հետո, Եվրոպայի ձեռք մեկնելուց հետո նորից ժողովուրդն ասի այնուամենայնիվ հետ գնանք Ռուսաստան։ Դա կլինի ավելի վատ վիճակ, քան մինչև այս ընտրական process-ը։ Կլինի պարզապես խայտառակություն։ Հիմա վերադառնանք սկզբին, ինչպես ասացինք, շնորհապետական կուսակցության ղեկավարը ասել էր, որ սրանք ոչ լեգիտիմ են եւ պայքարի նոր հնարավորություն է բացում եւ դուք մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, այ տեսնենք Սահմանադրական դատարանը ինչ է որոշում ըստ այդմ։ Ինչպիսի ակնկալիքներ կան։ Ես կարծում եմ ճիշտ եթե անեի իշխանությունները, որովհետեւ ֆանտաստիկայի ժանրից է, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որի հրահանգը չտա Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար չասենք էլի, որ Սահմանադրական դատարանը ինքը որոշեց։ Բայց եթե այսօր Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դեմքով ցանկանա ընտրությունները չեղարկել, դա ավելի ճիշտ ճանապարհ է, որտեղ տվել է խոստումներ բոլորին, որի իրականացման խնդիրներ կան։ Դրանից բացի արդյունքում ինքը մնաց մենակ։ Թվում է, թե ինքը բավարար չափով ձայն է ստացել, բայց մենակ է, որովհետև ոչ միայն մնացածը իրան դեմ են, այլ որևէ ուժ, որ իրան սատարում էր, սատարելու արդյունքում նույնիսկ այնքան փոքր ձայն ստացավ, որ հասարակությունն ասեց, եթե դու Նիկոլ Փաշինյանին ես սատարելու, ել քեզ ինչի ձայն տամ, որ այնա կտամ իրան։ Այսինքն գործնականում ինքը անգամ արտախորհրդարանական դաշտում մնաց մենակ, որտեղ նրանք, ովքեր իրան պաշտպանեն, քաղաքական կշիռ չունեն։ Այս ձևով է ինքը գնալու այդ խոստումները կատարելու Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի, որը գործնականում անհնարին է։ Շնորհակալություն պարոն Անդինյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքագետ Էդվարդ Անդինյանն էր։